Ջան, շնորհակալ եմ, որ եկաք կառավարայս եթերին, այսօր մեր տաղավարից նորից անդրադառնալու ենք լրագրող Լիլիթ Աղեկյանի դեմ իրականացնող խոստովանումներին, բայց մինչ այդ, եթե կարելի է, խնդրեմ ես արդեն կապված ձեր մեկնաբանությունը տակ, Աննա Հակոբյանը այլևս իրեն քննադատողներին անվանում է ոչի, մեկը գրել էր ամուսինդ համբալ է ասում, հիմա որ նենք ասում եւ համբալ եւ ոչի, տգետներ, տխմարներ, խնդրեմ, ինչ ունեք ասելու, ինչու է Աննա Հակոբյանը այսպիսի արշավ սկսել։ Գիտեք, չի բացառվում, որ այս արշավը նպատակ ունի ինչ-որ մի կարևոր իրադարձություններից կամ որոշումներից շեղելու, բայց դա հաշվի առնելով, այսինքն այդ նաև ունենալով որպես հաշվառում այդ փաստը, բայց ես պետք է անդրադառնամ, եթե մարդը նման բառապաշարով հանդես է գալիս, ապա դա խոսում է իր թուլության մասին եւ խոսում է ինչ-որ տագնապային վիճակի մասին, որովհետեւ մարդը դիմում է նման բառապաշարի եւ ինչ-որ մարդկանց փորձում է պիտակավորել, դա խոսում է իր հենց տագնապային վիճակի մասին։ Կարծում եմ դա է հիմնական խնդիրը, որ նա այդպիսի բառերով ինչ-որ փորձում է հայտարարություններ անել կամ հանդես գալ։ Տեսեք, իր մոտ կարող է նաև մի պահ հոգեբանական ինչ-որ կատաղություն է առաջացել, այդ հոգեբանական կատաղությունը, եթե կենդանիների մոտ մեկ այլ ձև է դրսևորվում, իր մոտ դրսևորվել է այդպիսի բառապաշար օգտագործելով եւ մարդկանց պիտակավորելով։ Եթե այս մարդը որոշել է այդպես հանդես գալ, ապա դրա լավագույն գնահատականը կարող են տալ իհարկե հոգեբանները։ Ես այդպես եմ կարծում։ Լավ չի վիճակը։ Հոգեբանները թող գնահատական տան, եթե պետք է նաև հավանաբար թող օգնություն նույնպես ցուցաբերեն տվյալ անձնավորությանը, որովհետև արդեն եթե նա սկսել է այդպիսի բառապաշարով հանդես գալ, ապա դա խորանալու միտում նաև ունի։ Հիմա անդրադարձ կատարեմ Լիլիթ Աղեկյանի իրավունքներին, հա, ասեք։ Մի հատ նորից կարող է։ Աննա Հակոբյանը մտահոգություն չունի, որ բունկերի թեման առաջ կգա նորից բարձրաձայնվել, Դե միանշանակ, տեսեք, ոչ մի քննություն այդ ուղղությամբ չի իրականացվել։ Այսինքն մենք որոշ վարույթների հետ ծանոթ ենք, որոշ վարույթներ գտնվում են դեռ դատական, այսինքն քննության փուլում, բայց ինչ է տեղի ունեցել այդ 44-օրյա պատերազմի ժամանակ եւ նա չլինելով զինվորական, նաեւ չլինելով պետական պաշտոնյա զինվորականների շրջանում մուտք է գործել գաղտնի մաս եւ որ ըստ որոշ տվյալների նաեւ այնտեղ որոշ դերակատարություն է ունեցել եւ այդ որոշ դերակատարությունը ոմանց հայտարարությամբ բավականին մեծ է եղել ընդհուպ մինչև որ զորքերի տեղաշարժի վերաբերյալ հրահանգներ տալը, տեղեկություններ տրամադրելը, դուրս բերելը, այսինքն սա ինչ է նշանակում, որ մենք խնդիր ունենք այս ուղղությամբ։ Իհարկե, այդտեղ գտնվելը եւ գործողությունները իրականացնելը, միայն գտնվելը արդեն հերիք է, որ խնդիր է առաջացնում եւ միայն այդ գտնվելու փաստը նաեւ հիմք է հանրային քրական հետապնդում նախաձեռնելու իր նկատմամբ եւ մեղադրանք առաջադրելու եւ նրա նկատմամբ ընդհուպ միջև կալանավորման որոշում կայացնելու, տեղափոխելու Աբովյան քրակատարողական հիմնարկ, Աբովյան քրակատարողական հիմնարկում այն շատ կարևոր տիկին կար, որ տեսակ այն օրը ոնց էր խախտում Լիլիթ Աղեկյանի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը, կհանդիպի տիկին Հեղինե Մարտիրոսյանին, այնտեղ Հեղինե Մարտիրոսյանը, ես չգիտեմ իրեն ոնց կդիմավորի, ինչ պայմաններ կառաջարկի, ինչպիսի իրավունքներ կսահմանափակի, ինչպիսի իրավունքները կհարգի, դա հարցականի տակ է, բայց այն որ
միանշանակ է, որ բունկերում լինելը չլինելով զինվորական եւ պետական համապատասխան պաշտոնյա, արդեն իսկ հիմնավոր կասկած է իրավախախտում կատարելու մեջ, որը հիմք է նրան մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու։ Հիմա Ուրեմն Լիլիթ Աղեկյանի գործով ես այսօր հրապարակեցի ինձ հասանելի դարձած այն տեսանյութը, որտեղ այդ ոստիկանները, այսինքն մի ոստիկանական խումբ, որի մասին մենք բարձրաձայնում էինք եւ ասում ենք, որ ոստիկանական խումբ է ժամանել Լիլիթ Աղեկյանի բնակարան, բռնի ուժով նրան այնտեղից առևանգել են, այլ ոչ թե ձերբակալել են։ Նրան չեն ներկայացրել այդ ձերբակալման որոշման օրինակը, չեն ծանոթացրել այդ որոշման հետ, չեն տրամադրել դրա պատճենը ստորագրությամբ, չեն առաջարկել հագնվել, հագուստը փոխել, չեն առաջարկել, որ իրենք Լիլիթ Աղեկյանին որպես ձերբակալված անձի հիմա փոխադրում են դատարան, մինչդեռ այդ ձերբակալման որոշման մեջ այդպես էր գրված, այսինքն ձերբակալման որոշման պահանջը նրան դատարան ներկայացնելն էր, այդ ամենը չեն արել։ Տեսեք, ներքին գործերի նախարարությունը հանդես եկավ օրեր առաջ, որ իբրև թե իմ տարածած տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում Լիլիթ Աղեկյանի նկատմամբ խոշտանգում եւ այլ վատ վերաբերմունք տեղի չի ունեցել։ Հիմա դուք պետք է, ես արդեն իսկ ձեզ դիմել եմ, այդ Արփինե Սարգսյանի, գիտեք, դժվար է հիշել այս երիտասարդների անուն ազգանունները, որովհետև նրանք եկել են եւ զբաղեցնում են պաշտոն ոչ թե իրենց աշխատած վաստակի տարիների այդ գործունեության ընթացքով, այլ ուղղակի նշանակվել են եւ մենք իրենց չենք ճանաչում ովքեր են, ինչ են։ Պարզվեց նայեցի, ուսումնասիրեցի նրա կենսագրությունը, իմ երեխայի տարիքի մի աղջիկ է, ով նաև ունի ընդամենը իրավաբանության բակալավրի աստիճան, այսինքն իրավաբանության մագիստրոս է, չէ, բայց ղեկավարում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը, նախարար է։ Դուք պատկերացրեք, մենք ինչ կարգի փորձառության եւ մասնագիտացվածության հետ գործ ունենք։ Եվ այս տիկնոջ մամուլի քարտուղարին ես այսօր փորձ կատարեցի տեսնել եւ ասել, որ խնդրում եմ հիմա պատասխանեք այն տեսաձայնագրությանը, որը ես եմ հրապարակել եւ որը ուղղակի պատմում է ինչ է եղել Տիկին Աղեկյանի հետ, երբ ոստիկանները եկել են նրա բնակարան։ Ուրեմն այդ տեսաձայնագրության մեջ երկու ոստիկան է գալիս, թակում է դուռը, ասում են Լիլիթ ջան, բացի դու մեզ նոր ես ճանաչում, դու ինձ նոր ես ճանաչում, բացի քո բողոքների հետ կապված, թիվ 32 դպրոցի հետ կապված քո բողոքների, մի փաստաթուղթ կա բաց, որ ստորագրությամբ քեզ պետք է հանձնենք։ Մոտավորապես այսպիսի հայտարարություն է անում այդ ոստիկանը եւ ասում է դու ինձ առաջի անգամ ես տեսնում, ուզում է ասել, որ ինձ ինչ է չես վստահում, բաց այդ փաստաթուղթը քեզ փոխանցեմ։ Լիլիթը փորձում է բարձաբանումներ ստանալ, բացում է դուռը, բացում է այդ երկու ոստիկանները ներխուժում են, միանգամից ակնհայտ է ձայներից, որ բռնություն են գործադրում եւ հետեւից ներխուժում են եւս 4 ոստիկան Եվ այնտեղ ներքևում էլի ոստիկաններ են սպասում եւ Լիլիթ Աղեկյանին առանց օրինական պահանջներ ներկայացնելու առևանգում են այդ գիշերային զգեստով, պիժամոյով, ոնց ասեմ, գիշերային զգեստը հայերեն գիշերային զգեստ է, ռուսերեն պիժամո է, այդպես են ասում, եւ հողաթափերով տանում են ուր Միանգամից այդտեղից տանում են եւ ներկայացնում են Կարեն Գևորգյանին, հետաքննության մարմին, որը գտնվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Կումայրի բաժանմունք։
Հիմա, քանի որ մեր տիկին Արփինե Սարգսյանը ունի միայն բակալավրիատի աստիճան կրթությունը միայն բակալավրիատի աստիճանով է ավարտվել, միգուցե լավ, չգիտեմ, գիտելիքները ինչպես են փոխանցել իրեն, այնուամենայնիվ նույն բակալավրիատ ավարտած անձը համենայն դեպս պետք է իմանա քրեական դատավարության օրենսդրությունը, որ եթե ձերբակալված անձին պետք է տանեն դատարան եւ այդ ռեժիմով են նրան ձերբակալել, այսինքն համաձայն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածի, իսկ քննիչը այդ ռեժիմով է ձերբակալության որոշումը կայացրել, ապա այդ ռեժիմով Լիլիթ Աղեկյանին ոստիկանը պետք է ուղեկցեր առաջի հերթին քննիչի մոտ եւ հետո անմիջապես դատարան։ Հիմա Արփինե Սարգսյան ջան, այսպես դիմեմ, որովհետև դու այնքան երիտասարդ ես, որ իմ երեխայի տարիքի ես, չնայած նրան, որ նախարար ես, ներքին գործերի նախարարն ես, բայց այնուամենայնիվ, Արփինե ջան, 111-րդ հոդվածը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի չի նախատեսում, որ ձերբակալվածին քո նախարարության ոստիկանը իրավունք ուներ տանել ոստիկան Կարեն Գևորգյանի մոտ, ով պետք է խոշտանգեր Լիլիթ Աղեկյանին, ով պետք է անձնական խուզարկություն եւ զննություն աներ եւ այդ անձնական խուզարկության եւ զննության ներքո մերկացներ նրան եւ տեսախցիկների համար արչև այդ գործողությունը տեսաձայնագրեր։ Նախ եւ առաջ ձեր ոստիկանները, ձեր նախարարության ղեկավարությամբ գտնվող ոստիկանները իրավունք չունեին դիպչել Լիլիթ Աղեկյանին, նրա հագուստը հանել, կամ նրան խուզարկել, կամ նրան զննել։ Այսինքն եւ առաջի հերթին նրան իրավունք չունեին տանեին կումայրի բաժամունք ոստիկանության։ Ինչ են արել, ինչն են խախտել։ Ոստիկանները որ եկել են Լիլիթ Աղեկյանի բնակարան, խաբել են Լիլիթ Աղեկյանին, որպեսզի նա դուռը բացի։ Այսինքն գործել է մի բանդան եկել է Լիլիթ Աղեկյանի բնակարան, բնակարանի դուռը թակել է, հանդես է եկել որպես ոստիկան, որը տրամադրելու է Լիլիթ Աղեկյանին փաստաթուղթ կապված իր կողմից ներկայացված բողոքների հետ, բայց պարզվել է դա կեղծիք է, սուտ է, հետո միանգամից եւս մի քանի ոստիկաններ դուռը բացելուց հետո ներխուժում են եւ բռնությամբ Լիլիթ Աղեկյանին հայտնում են, որ ինքը ձերբակալված է, դեռ քիչ է, ասում են, եթե դու քեզ խելոք պահես, մենք կասենք քեզ ինչի համար ենք ձերբակալում։ Դուք պատկերացնում եք, Արփինե ջան, բաց կարդա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը։ Եթե դու դա չես կարդացել, խնդրում եմ բաց կարդա Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Եթե դա էլ չես կարդացել, խնդրում եմ բացել եւ կարդալ անմիջապես եւ քո համար եւ այդ ոստիկանների համար բարձրաձայն մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան։ Չի կարելի խախտել օրենքը։ Ես քեզ հիմա դիմում եմ որպես երեխայի, որովհետեւ այլ կերպ չեմ կարող բացատրել այս գործողությունները։ Իհարկե դու հիմա պաշտոնատար անձ ես, բացի այն, որ դու երեխա ես, դու նաեւ լիազորություններ եւ պարտականություններ ունես, եւ եթե դու խախտում ես քո լիազորությունները եւ պարտականությունները, իսկ տվյալ պարագայում արդեն քեզ հայտնի է իրողությունը ապացույցներով, եթե դու չես դադարեցնելու ես ապացույցները, ապա արդեն իսկ այստեղ փոխվում է ամեն ինչ եւ դա մենք չենք կարող վերագրել քո գիտելիքների բացակայությանը, այլ մենք կարող ենք սա արդեն վերագրել որպես քո կողմից ուղղակի որպես պաշտոնատար անձ դիտավորություն, որը պատվիրել է Լիլիթ Աղեկյանին առևանգել, տանել կումայրի բաժամունք եւ այնտեղ խոշտանգել։
Հիմա դու այս կադրերը պարտավոր ես այս կադրերին տալ պաշտոնական պարզաբանում եք պարտավոր տրամադրել այս կադրերին։ Ինչու են մայիսի 8-ին երեկոյան ժամը 6:20-ից մինչև 25-ի սահմանում մի խումբ ոստիկաններ գնացել Լիլիթ Աղեկյանի բնակարան, Լիլիթ Աղեկյանին բռնությամբ իր բնակարանից առևանգել եւ հետագայում նաեւ տարել Կումարի բաժամունք եւ խոշտանգել։ Այս հարցերի պարզաբանումը, որովհետեւ դուք պարտավոր եք պաշտոնապես արձագանքել այս տեսաձայնագրությանը։ Իդեպ այս տեսաձայնագրությունը եւ կից նամակները ուղարկվել են բազմաթիվ միջազգային կազմակերպությունների պաշտոնյաներին։ Այսինքն ձեր կողմից ղեկավարված կառույցը, այդ թվում նաև միջազգային լրագրողական կազմակերպություններին, որոնք որ պաշտպանում են լրագրողների իրավունքները։ Դուք այս մի ձեր աշխատակիցներով ուղակի արդեն իսկ հանրահայտ եք դարձել ամբողջ աշխարհին եւ պետք է դրա համար պատասխանատվություն կրեք։ Հիմա պետք է պաշտոնապես պարզաբանեք ինչու է սա տեղի ունեցել եւ ինչպես պետք է հատուցեք Լիլիթ Աղեկյանի պատճառած վնասները, նրա մայրիկին պատճառված վնասը, նրա մայրիկի ձեռքը ոստիկանը վնասել է եւ ձեռքը ստացել էր սալջարդ։ Ինչու են վնասել, որովհետեւ Լիլիթ Աղեկյանի եւ մայրիկի հեռախոսը ոստիկանները խլել են նրա ձեռքից, քանի որ այդ հեռախոսով կարող էին նկարել այն ոստիկանների դեմքերը եւ գործողությունները, ովքեր թույլ էին տվել ապօրինություններ։ Ձեր կողմից այդ ձեր Կումարի բաժամունքում կազմվել են փաստաթղթեր։ Երկու փաստաթուղթ է կազմվել ձերբակալության արձանագրության եւ Լիլիթ Աղեկյանին անձնական խուզարկության ենթարկելու վերաբերյալ։ Այդ երկու փաստաթղթերի մեջ ընդամենը մեկ ոստիկանի անուն ազգանունն է եւ ստորագրությունը։ Իսկ այս տեսաձայնագրության մեջ, որը ես հրապարակել եմ եւ որի մասին դուք պարտավոր եք պարզաբանում տրամադրել, ես չգիտեմ, այդտեղ Լիաննա Խաչատրյան ոստիկանը կա թե չկա, բայց այդտեղ կան բազմաթիվ ոստիկաններ։ Ովքեր են այդ ոստիկանները, եւ եթե այդ ոստիկանները կատարում էին հետաքննության մարմնի վրա դրված որևէ պարտականություն, եւ այդ պարտականությունը օրինական էր, ապա դրանց անունները ինչու չկան այն փաստաթղթերում, որը իմ ձեռքի տակ են։ Այս փաստաթղթերում արձանագրություն ձերբակալության մասին արկա է մի գրառում, որը վերաբերում է Լիաննա Խաչատրյանին։ Այս տիկին Լիաննա Խաչատրյանը, ես չգիտեմ, այդ ներխուժած ոստիկանների մեջ կա թե չկա, եթե կա, շատ վատ է, իսկ եթե չկա, ապա ովքեր են այդ բոլոր ոստիկանները, ովքեր ներխուժել են եւ բռնությամբ առևանգել են Լիլիթ Աղեկյանին եւ տեղափոխել են Կումայրի բաժին։ Հաջորդը այս անձնական զննություն արձանագրության մեջ, որը կատարվել է 7:30-ից մինչև 7:20-ից մինչև 7:32, համենայն դեպս այդպես է գրված, նույնպես արկա է Լիաննա Խաչատրյան անուն ազգանուն եւ ստորագրություն։ Կբացատրեք, որ 6:25 Լիլիթ Աղեկյանին, դա տեսաձայնագրության մեջ հստակ նշված է։ Տեսաձայնագրությունը օրիգինալ է։ Տեսաձայնագրությունը հրապարակված է։ Ապրիլի 8-ին երեկոյան ժամը 18:25-ից հետո, եթե գնում էին ձերբակալվածին տանում էին Կումարի բաժին, ուղիղ 1 ժամ մինչև
անձնական խուզարկություն կատարելը, ինչ է տեղի ունեցել Լիլիթ Աղեկյանի հետ։ Այս արձանագրության մեջ գրված է, որ Լիլիթ Աղեկյանին քննիչի մոտ տարել են ժամը 20:07 Դուք պետք է պարզաբանում տրամադրեք այս հետաքննության մարմինը, որի ղեկավար այդ Կումայրի բաժնի ղեկավարն է Կարեն Գևորգյանը, որը Լիլիթ Աղեկյանին խոշտանգելու հանձնարարություն է տվել, ինչ իրավունքով է ժամը 6:25-ից մինչև 8:07 համենայն դեպս այս փաստաթղթերով եմ ես սա ասում, որը պաշտոնապես կազմվել են ոստիկանների կողմից, իրենց ստորագրությունն է եւ իրենց ձևաթուղթն է։ Ինչու էին պահում Կումայրի բաժնում, ինչու են նրան դիպչել, որի իրավունքը չունեն, բացեք, կարդացեք քրեական դատավարության օրենսգիրքը, սահմանադրությունը եւ կոնվենցիան։ Ինչու են դիպչել Լիլիթ Աղեկյանին։ Ինչու Լիլիթ Աղեկյանին չեն պարզաբանել իր իրավունքները։ Ինչու Լիլիթ Աղեկյանին չի տրամադրվել համապատասխան ժամանակ, որպեսզի նա փոխի իր զգեստը։ Ինչու Լիլիթ Աղեկյանին չեն տրամադրել հիգիենայի պարագաները։ Ինչու։ Հիմա այս հարցերի պատասխանը այդ ձեր Նարեկը, ազգանունը կներեք մոռացա, որովհետև Նարեկն էլ երիտասարդ է, մամուլի քարտուղարն է, այդ մամուլի քարտուղարը ցանկալի է, որ այսպես կենթանի տեսքով, ձայնով մեզ տրամադրի պարզաբանում։ Նա պարտավոր է, եթե նա չի կարողանում այս պահին զբաղված է, ապա դուք դուրս եկեք ուղիղ եթեր եւ պարզաբանում տրամադրեք ինչ է եղել համենայն դեպս այս ժամանակահատվածի համար։ Հիմա գնացինք առաջ, այս ժամանակահատվածի վերաբերյալ ես արդեն իմ խոսքս ասեցի Արփինե Սարգսյանին։ Այսօր ես շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավորներին, ովքեր Արծվիկ Մինասյանի իմ նաև կազմվածով պատրաստեցին երաշխավորագրերը Լիլիթ Աղեկյանի համար, որպես այլընտրանքային խափանմամիջոց, որպեսզի կիրառվի երաշխավորագիր։ Այս երաշխավորագիրը ես փոխանցել եմ եւս մեկ երիտասարդ, բայց ոչ այդքան, հավանաբար նա արդեն 40-ի մոտ է, Տիկին Աննա Վարդապետյանին, ով ասում է, որ բավականին գիտելիքներ ունի եւ այլն։ Տիկին Աննա Վարդապետյան, այդ փաստաթուղթը անձամբ այսօր բերել եմ եւ դրել եմ ձեր այն արկղի մեջ, որտեղ դուք ընդունում եք քաղաքացիների դիմումները։ Դա դիմում է ձեզ երաշխավորագիր ազգային ժողովի 6 պատգամավորներից Հայաստան խմբակցությունից։ Այդ պատգամավորները իրենց երաշխավորությամբ հայտնում են ձեզ, որ նրանք երաշխավորելու են Լիլիթ Աղեկյանի օրենքով նախատեսված վարքագիծը եւ բարույթ իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները։ Դուք արդեն այդ փաստաթուղթը ունեք, մի քանի ժամ է։ Դուք պետք է շտապ արձագանքեք այդ փաստաթղթին եւ այդ փաստաթղթի ներքո արագորեն այնպես անել, որպեսզի ընդունվեն վարույթային ակտեր, որպեսզի Լիլիթ Աղեկյանը անմիջապես ազատ արձակվի Աբովյան քրեակատարողական հիմնարկից։ Այսօր ես նաև ներկայացրել եմ, այսինքն Լիլիթ Աղեկյանն է ներկայացրել, որտեղ ես չէի կարող ներկայացնել, նրա ստորագրությամբ այսօր վերաքննիչ դատարան է մուտքագրվել նրա կալանքի դեմ բողոքը, որով պահանջ ենք ներկայացրել վերաքննիչ դատարանին, բողոքը իդեպ 30 էջ է, 30 էջ խախտումներ եմ հայտնաբերել, դուք պատկերացնում եք, մեկ ամսով կալանավորելու համար, նրանք թույլ են տվել այնքան բազմաթիվ խախտումներ, այնքան կոնվենցիոն
հոդված կոնվենցիայի այնքան խախտումներ հոդվածների, որ ստիպված եմ եղել 30 էջ բողոք գրել, դեռ այս բողոքը կարելի է դարձնել 100 էջ։ Եվ հավանաբար այս բողոքը իհարկե կգնա մարդու իրավունքների եվրոպական դատարան, որովհետև չեմ կարծում, որ իրենք իհարկե կշտկեն այս վիճակը, Լիլիթը շուտով ազատ կարձակվի, բայց որպես հատուցում դեռ այս կոմանկոմ դեռ կտանեն, բայց այս բողոքը գնալու է նաև եվրոպական դատարան։ Այսինքն սա ինչ է նշանակում կից իր փաստաթղթերով, բավականին հաստ կից փաստաթղթեր կլինեն, որովհետև Լիլիթ Աղեկյանի հիմնարար իրավունքները այնպես են խախտել, որ ուղղակի, չգիտեմ, այսպիսի խախտումների մասին, երբ ես երիտասարդ էի 25-26 տարեկան էի, նոր էի դարձել փաստաբան, եւ այդ ժամանակ, այսինքն 90-ականների վերջերին էին հանդիպում այս տիպի խախտումները, որը այսօր թույլ է տվել ոստիկանությունը եւ քննչական մարմինները Հայաստանի Հանրապետության։ Այսօր ես նաեւ ներկայացրել եմ հաղորդում հանցանքների մասին, որոնք առերևույթ տեղի են ունեցել ում կողմից։ Հիմա պետք է թվարկեմ։ Ուրեմն Արտուր Պողոսյան, քննչական կոմիտեի նախագահ, այո, մարզի դատախազ, Շիրակի մարզի դատախազ Չիչոյան, այն դատախազը, ով ստորագրել է, նրա անունն էլ չգիտեմ, որովհետև միայն առաջի տառն է գրված, այդ դատախազը, ով որոշում է կայացրել, հանրային քրեական հետապնդում նախաձեռնել Լիլիթ Աղեկյանի նկատմամբ, քննիչ Միքայել Ավետիսյան, Հեղինե Մարտիրոսյան, Աբովյան քրեակատարողական հիմնարկի պետ, ով արգելեց Լիլիթին օգտվել իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունից։ Այդ թվում նաև Սրփուի Գալյան, ով ինչ-որ հայտարարություն է տարածել, այսինքն, չգիտեմ, իր անունը գրված չէր, բայց համենայն դեպս սոցիալական ցանցում, Facebook-յան, պաշտոնական էջում արդարադատության նախարարության գրված էր, որ իրենք առաջնորդվում են քրեական դատավարության օրենսգրքով եւ ձերբակալվածների եւ կալանավորվածների մասին օրենքով։ Պատկերացնում եք, այս մարդիկ այնքան հետ են ընկել կյանքից, որ չգիտեմ, որ կա մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտ, վճիռ, Շիրխանյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության, որտեղ հստակ գրված է, որ կոնվենցիայի 34 հոդվածի խախտում դուք իրավունք չունեք թույլ տալ, եթե դուք առաջնորդվում եք այդ ձեր հետամնաց օրենքներով։ Դուք պետք է առաջնորդվեք կոնվենցիայով, որովհետև դուք որպես բարձր պայմանավորված կողմի կառավարություն ստանձնել եք այդ պարտականությունները։ Այս մարդիկ չգիտեն, ասում են մենք այս օրենքներով, իրանց օրենքները ունեն։ Դուք ձեր օրենքները չեք կարող ունենալ, որովհետև ձեր օրենքները ձեր տունը կարող եք դուք գործածել։ Իսկ սա ըստ բարձր պայմանավորվող կողմերի կոնվենցիոն տարածք է, որտեղ տարածվում է կոնվենցիայի դրույթները։ Հիմա դրանից հետո գալիս են այս ոստիկանները, Կարեն Գևորգյան, եւս այդ 6 ոստիկանը, եւ նաեւ բոլոր նրանք, ովքեր կհովանավորեն այս ոստիկաններին։ Այդ թվում նաեւ Հովանես Սաֆարյան դատավորը, ով կայացրել է դատական ակտ, այս դատական ակտը, որ կայացրել է Հովանես Սաֆարյան, Գյումրիում ինչ-որ մի դատավոր, ով ամբողջ գիշեր իմանալով, որ Լիլիթ Աղեկյանին ենթարկում են կտակների, այս որոշման մեջ մի նախադասությամբ այդ մասին չի խոսել, այս որոշման մեջ, այս որոշումը, որը դու որպես դատավոր ընդունել ես, որպես ակնհայտ անարդարացի դատական ակտ, այս որոշման դեմ ես ներկայացրել եմ առերևույթ հանցանքի մասին հաղորդում։ Դուք նույնպես պատասխանատվության եք կանչվելու, որովհետև ձեր պատճառով Լիլիթ Աղեկյանը շարունակել է գտնվել կտանքների մեջ։ Դուք ձեր այս գործողությամբ, դուք պարտավոր էիք նույնպես հարգել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածը եւ 12 ժամ անց
արդեն իսկ որ ձերբակալված է Լիլիթ Աղեկյանը, Լիլիթին բաց թողնեիք, որովհետև ամբողջ process-ը ձեզ Լիլիթ Աղեկյանը հանդիպել է 18 ժամ հետո ձերբակալությունից։ Դուք այդ ժամերը անգիր գիտեք։ Լիլիթ Աղեկյանին վերցրել են արգելանքի տակ ժամը 18:25-ին մայիսի 8-ին։ Իսկ ձեզ են ներկայացրել, դուք յան տեսել եք մայիսի 9-ին ժամը 12:10։ Հետևաբար ձեր այս դատական ակտը նույնպես մեր կողմից դիտարկվում է որպես ակնհայտ անարդարացի դատական ակտ։ Այսքանը այսօրվա համար մենք պայքարը շարունակում ենք։ Լիլիթ Աղեկյանը շուտով կլինի ազատության մեջ եւ բոլոր այն վայրահաչողներին, հատկապես այն կեղծիք տարածողներին, հատկապես այն կեղծիք տարածող գյումրեցիներին, ովքեր հայտնվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն իշխանությունում, այդ կեղծիք տարածող հատկապես կանանց, որ կեղծիք էին տարածում Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ, այդ կանանց Լիլիթ Աղեկյանը շուտով տեղին կպատասխանի, գիտեք ինչով, կոռուպցիոն, նրանց կողմից կոռուպցիոն գործարքներ կատարելու բացահայտմամբ։